Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց թողարկի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդերանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, նախ Ադրբեջանը, հետո արդեն Հայաստանը պաշտոնապես հայտարարեցին, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են։ Բավական անսպասելիորեն այդ թվում նաև հայաստանցիների համար պարզվեց, որ պաշտոնական Երևանը այդ վերջին երկու չհամաձայնվեցված կետի հետ կապված դիրքորոշումը արդեն հայտնել ավարտել է եւ արդյունքը եղավ այն, որ Ադրբեջանը միգուցե սպասելիորեն, միգուցե շատ անսպասելի կոշտացրեց իր դիրքորոշումը, առաջ քաշելով նոր նախապայմաններ համաձայնագրի ստորագրման համար, ինչը թույլ տվեց փորձագիտական որոշ շրջանակների պնդել, որ Բաքվի համար նույնպես անսպասելի էր այս ընթացքը եւ Ադրբեջանը ըստ այդմ հայտնվել է դիվանագիտական ծուղակում։ Ես նշեմ, որ իսկապես բոլոր արտաքին ազդակները կան առ այն, որ Բաքվի համար անսպասելի էր Հայաստանի կողմից համաձայնությունը, որովհետև փաստացի 12-րդ անգամ, երբ փաստաթղթերը եկել են Հայաստան, Հայաստանից դրական պատասխանով հետ են գնացել, այսինքն ոչ մի փոփոխություն այդ փաստաթղթերի վրա չի արվել, ի տարբերություն նախորդ 11 անգամների, երբ փաստաթղթերի վրա փոփոխություն էին արվել եւ սպասում էինք մենք, թե Ադրբեջանը ինքը ինչ կառաջարկի, ինչպես եւ իրենք սպասում են, թե Հայաստանը ինչ կառաջարկի, եւ սա հիմնավորվում է, ինչպես գիտենք, Հայաստանի իշխանությունների կողմից նրանով, որ ի վերջո հնարավոր չէր անվերջ ցկցկել գործընթացը, ինչ որ մի կետում պետք է ինչ որ մի կողմ համաձայնություն հայտներ, եւ այդ կողմը եղել է փաստացի Հայաստանը։ Բայց շատ կարեւոր է նշենք, որ այդ 12 անգամները, երբ այդ փաստաթղթերը գնացել եւ եկել են, այդ 12 անգամներում այդ փաստաթղթերում նախադասություններում, ձևակերպումներում փոփոխություններ են կատարվել, այսինքն այն տեսքը, որ ունեին այդ երկու կետերը 12 անգամ առաջ, այսինքն սկզբնական տեքստում, այդ տեքստը չունեն, փոքր-ինչ այլ տեսք ունեն դրանք։ Հուսանք, որ շուտով կհրապարակվի փաստաթուղթը եւ մենք արդեն կոնկրետ կիմանանք, թե ինչպիսի տեսք ունեն, բայց արդեն կարող ենք ասել, որ որոշակի մեկնաբանությունների, տարբեր մեկնաբանությունների հնարավորություններ են տալու բոլոր կետերը, կարծում եմ, ոչ միայն այդ։ Ըստ ինչու չի հրապարակվում փաստաթուղթը։ Դիվանագիտական էթիկայից ելնելով չի հրապարակվում, որովհետև դեռևս Հայաստանը եւ Ադրբեջանը այդ փաստաթղթի տակ ստորագրություն դնելու մասին էլ չեն պայմանավորվել եւ ի վերջո մենք չգիտենք, թե վաղը Ադրբեջանը ինչ կասի, գուցե տեքստի վերաբերյալ էլի ունենա ինչ որ խնդիրներ, որոնք առաջարկի Հայաստանին փոխել եւ նորից գործընթացը սկսի հետ գնալ։ Այսինքն այն նախապայմանները, որ հիմա կրկին առաջ է քաշում Ադրբեջանը, օրինակ, փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրության այն դրույթները, որոնք իրենց մեկնաբանման կապ ունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, կարող է փորձեն մտցնել համաձայնագրի տեքստի մեջ։ Չեմ կարծում, որ նման զարգացում հնարավոր է, դա ավելի շուտ ցկցկելու խնդիր է, այսինքն Ադրբեջանը փորձում է այսպիսով չկպչել տեքստին, որովհետև տեքստի վերաբերյալ համաձայնություն ամբողջ աշխարհը ողջունում է, զանգեր եղան Բաքու, եկեք հիշենք շատ բարձրաստիճան պաշտոնյաների զանգեր եղան, հավանության խոսքեր եղան բոլոր ուժային կենտրոններից եւ այլն, եւ Ադրբեջանի կողմից տեքստին նորից վերադառնալը խնդիր կարող է առաջացնել։ Իհարկե դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է հրապարակել տեքստը, որովհետև ի վերջո գոյություն ունի դիվանագիտական էթիկա, որը պահանջում է, որպեսզի կողմերը որոշակի առումով, որոշակի հարցերում միմյանց միջև համաձայնեցված գործեն։ Ինչու ենք մենք միշտ այդ էթիկայի հետ հաշվի նստում։ Որովհետև գոնե այս պահին մենք թույլ կողմն ենք, գոնե այս պահին փաստաթուղթը մեզ պետք է մի փոքր ավելի, քան պետք է Ադրբեջանին, եւ դիվանագիտական էթիկայի խախտումը հնարավորություն կտա Ադրբեջանին եւս մեկ գործիք ունենալ, որով ձգձգել օրինակ այդ փաստաթղթի ստորագրման գործընթացը։ Թեև եղած գործիքներն էլ արդեն աշխատում են, մեկի մասին դուք ասացիք, այլ գործիքներ եւս կան, օրինակ Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագրի կամ խաղաղության համաձայնագիր են կոչում, խաղաղության համաձայնագրի ստորագրումը փոխկապել ենթադրենք ենթակառուցվածքների հարցում առաջընթացի հետ, կարող է փոխկապել սահմանագծման, սահմանազատման հարցերում անկլավի հարցի հետ կապված բազմաթիվ նման իրավիճակների հետ եւ այսպիսով խաղաղության պայմանագրի ստորագրումը անորոշ ժամկետով հետաձգել։ Ինչի է դա պետք է Ադրբեջանին, սա ամենակարևոր հարցն է, ըստ ամենայնի Բաքվում կարծում են, որ աշխարհակաղակական ներկա իրավիճակը ապահովագրել է
տեքստի այս տեսքով ստորագրումը, այսինքն իրենք ցանկացած դեպքում ցանկացած ժամանակ տեքստը այս տեսքով արդեն ունեն եւ կարելի է աշխատել ավելի լավ պայմանների ուղղությամբ, այսինքն կարելի է սպասել, գուցե աշխարհը քաղաքական այլ իրավիճակ լինի եւ ավելի շատ բան կարողանան նրանք ստանալ, գուցե տեքստի հետ կապված, գուցե տեքստի հետ չկապված իմ նշած այլ ոլորտներում, բայց հնարավորությունների դաշտ կարող է բացվել եւ ինչու կորցնել այդ հնարավորությունների դաշտը այսօր շտապելով եւ ստորագրելով այն տեքստը, որը այսպես թե այնպես իրենք ունեն։ Տեսեք, փորձագետների մի խումբ կա, անուններով հիմա այս անգամ չնշեմ, որոնք պնդում են, որ Ադրբեջանը այս պարագայում, այս դեպքում ոչ մի կերպ բաց չի թողնելու հաղթանակը։ Այսինքն, եթե Ադրբեջանը զգա, որ այդ ձեր ասած աշխարհակաղակական իրավիճակը փոփոխվում է եւ փոփոխվում է ոչ ի օգուտ Ադրբեջանի, ինքը կգնա լոկալ պատերազմական գործողություններ, ռազմական ավանտյուրայի փորձելով ստանալ, ասենք, օրինակ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Հիմա դա կներեք, որ ժողովրդական լեզվով եմ ասում, դա բայղուշություն է, թե ռեալ նախազգուշացում։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է թե հաղթանակ ասելով ինչ ենք հասկանում։ Եթե Ադրբեջանի համար հաղթանակը Հայաստանի տարածքով միջանցք ունենալն է, ապա այդ հաղթանակին նա դեռ չի հասել։ Այնպես որ այստեղ բաց թողնել հաղթանակ ասելով նկատի ունեմ, որ հնարավորություն Հայաստանի վրա անընդհատ ճնշում գործադրել։ Այդ հնարավորության այլ ձևաչափ է Ադրբեջանը պատկերացնում։ Ադրբեջանը պատկերացնում է, որ այդ այսու փոխհարաբերությունները մեր տարածաշրջանում պետք է լինեն գերակա ուժի եւ ենթակա ուժի փոխհարաբերություններ, ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաեւ օրինակ Վրաստանի հետ։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանում կարծում են եւ անձամբ Ալիևը բազմաթիվ անգամներ դրա մասին ասել է, կարծում են, որ իրենք 44-օրյա պատերազմից հետո դարձել են տարածաշրջանային տերություն, այդպես միջին գերտերություն, եթե այդպես կարելի է ասել, բայց տարածաշրջանային տերությունը շատ ավելի լավ է բնութագրում, եւ դա պետք է հաշվի առնեն ոչ միայն Հայաստանը եւ Վրաստանը, դա պետք է հաշվի առնի նաեւ միջազգային հանրությունը։ Եվ այդ ուղղությամբ Ադրբեջանը աշխատում է շատ։ Տեսեք, հաղթանակ բառի ստուգաբանության հետ կապված, եթե մենք հաղթանակի տակ հասկանանք սա, այսինքն Ադրբեջանը հասնի միջազգային ճանաչման իր տարածաշրջանային տերություն լինելու հավակնությունների, ապա մյուս հարցերում Ադրբեջանը կարող է նույնիսկ զիջումներ անել։ Ադրբեջանը կարող է գնալ ստորագրել համաձայնագիրը, Ադրբեջանը կարող է համաձայնել Հայաստանի պայմաններով անկլավների փոխանակություն կատարել եւ այլն եւ այլն։ Եթե նա կարողանա ամրագրել իր այդ տարածաշրջանային տերության կարգավիճակը, ինչին է դա պետք, շատ կարևոր սա հարց է, դա պետք է առաջին հերթին այն բանի համար, որպեսզի նրա ձեռքից այն հաղթանակը, որ նա ունեցել է Արցախում, որևէ մեկը չփորձի վերցնել կամ ընդհանրապես վիճարկել ոչ միայն հիմա, այլ գոնե միջնաժամկետ հեռանկարում, որովհետև եթե դու հավասարարժեք պետություն ես, ապա դու կարող ես վիճարկել ցանկացած բան քեզ հավասար ուժի հետ։ Եթե դու ստորադաս պետություն ես, ենթակա պետություն ես, ապա շատ բարդ է դա վիճարկել։ Մենք տեսնում ենք դա Հայաստանի եւ Թուրքիայի օրինակով։ Հայաստանը չի վիճարկում Թուրքիայի հետ, ընդհակառակը Հայաստանն ինքն է շահագրգռված, որ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները բարելավվեն, սահմանները բացվեն եւ այլն, եւ Հայաստանը չի վիճարկում որևէ բան կապված Թուրքիայում արևմտյան Հայաստանի հողերի, չգիտեմ, նախկին պայմանագրերի եւ այլնի հետ, որովհետեւ Հայաստանը եւ Թուրքիան, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, որպեսզի լինի գտնվում են տարբեր քաշային կատեգորիաներում։ Ադրբեջանը եւս ցանկանում է դա եւ ամբողջական հաղթանակը Ադրբեջանի համար կլինի հենց դրա ամրագրումը։ Իսկ Զանգեզուրի միջանցքը կլինի թե չլինի, այնտեղ ռուսները կլինեն, հայերը կլինեն, չգիտեմ, նեյտրալ չեզոք ինչ որ ուժեր կգան եւ կապահովեն եւ այլն, այդ ամենը իրականում ստորադաս է այս գլխավոր նպատակին Ադրբեջանի։ Բայց եթե չեմ սխալվում, մի քանի անգամ մի քանի կենտրոնից Ադրբեջանին այսպես ակնարկեցին, որ դա անհնար պայման է, այսինքն այն ինչ որ ցանկանում է Ադրբեջանը ստանալ, դա հնարավոր չէ, որովհետև կան շատ ավելի լուրջ, շատ ավելի ծանրաքաշ խաղացողներ, որոնք նման զարգացումը ուղղակի թույլ չեն տա։ Իսկապես ես համաձայն եմ, ոչ միայն ակնարկեցին, այլև բացահայտ ասացին Ադրբեջանի եւ դրա հետևանքով օրինակ Ադրբեջանից մի քանի անգամ մենք տեսանք շատ ագրեսիվ վարքագիծ տարբեր կենտրոնների նկատմամբ, Ֆրանսիայի նկատմամբ, Միացյալ Նահանգների նկատմամբ եւ ի վերջո այս վերջին փուլում նաեւ Ռուսաստանի նկատմամբ եւ պետք է նշել, որ այս պահին իսկապես, եթե քաղաքական ռեալիզմի տեսակետից ենք դիտարկում իրավիճակը, Ադրբեջանը հնարավորություն չունի ստանալու այն կարգավիճակը, որը ցանկանում է իմ նշած կարգավիճակը, բայց դա այս պահին։ Եկեք հասկանանք, որ աշխարհակարգը ընդհանրապես վերափոխումների փուլում է, մենք
տեղում կանգնած չենք, ի տարբերություն մինչև երևի 2007 թվականի, երբ կար միաբևեռ աշխարհակարգ, երբ հստակ էր, որ կա մեկ կենտրոն, որտեղից որ որոշումների կայացման գործընթացի վրա գլխավոր ազդեցությունն է տեղի ունենում, մյուսները տարածաշրջաններում կարող են ինչ-որ գործողություններ իրականացնել, բայց կենտրոնի հետ պիտի համաձայնվեն եւ այլն։ Այսօր չկա այդպես հաստատված փոխհարաբերությունների համակարգ։ Այսօր ավելի շատ քաոսն է նկարագրում միջազգային հարաբերությունների համակարգը, քան հստակ կողմնորոշված գործողությունների կամ փոխհարաբերություններում հստակ կանոնակարգերի։ Այսինքն այդ տրամաբանությամբ ստացվում է, որ նույնիսկ Հայաստանին է ձեռնում տու այս պաուզան, որ կարող է լինի։ Հայաստանին ձեռնտու կլինի այս պաուզան, եթե զարգացումները գնան Հայաստանի համար ամենալավատեսական սցենարներով, բայց տեսեք այստեղ տարբերություն կա, ինչու եմ ես նշում, որ խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը կարծում է, որ արդեն ապահովագրված է, որովհետև եթե Ադրբեջանի համար լավատեսական սցենարներով չգնան զարգացումները, նա այս փաստաթուղթը արդեն ունի, այսինքն եթե նա տեսնի, որ խնդիրներ են ստեղծվում, նա արագ կգա եւ կստորագրի այս փաստաթուղթը, Հայաստանն էլ չեմ կարծում, որ դեմ կլինի այդ ժամանակ, նույնիսկ եթե լավատեսական սցենարներով Հայաստանի համար գործընթացները գնան եւ արդեն սա կունենա, սա ապահովագրված է։ Հայաստանի դեպքում մենք ապահովագրված ոչինչ չունենք, այսինքն Հայաստանի դեպքում եթե սցենարները չգնան լավատեսական ուղիով, գնան ընդհակառակը ամենավատատեսական ուղիով, ապա Հայաստանը կարող է կորցնել շատ ավելին։ Դրա համար Հայաստանի համար շատ ավելի ռիսկային է այդ ձեր նշած պաուզան, քան Ադրբեջանի համար։ Տեսեք, երկու կետերը, որոնց շուրջ համաձայնության գալ չէր հաջողվում տևական ժամանակ, սակայն ինչպես արդեն գիտենք Երևանը համաձայնեց, մեկը վերաբերում է ԵԱՀԿ խմբի համանախագահների խնդրին, այսինքն որ Հայաստանը եւ Ադրբեջանը դիմելու են խումբը լուծարելու առաջարկով։ Հիմա սկսենք դրանից։ Հիմա տեսեք, շատերը այսպես ԵԱՀԿ խումբ գնում են, թե դա ԵԱՀԿ-ի մանդատն է, իրականում դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատ է։ Շատերը դրանից տեղյակ չեն ուղղակի։ Հիմա ՄԱԿ-ի անվտանգության մշտական ներկայացուցիչներից ցանկացած մեկը կարող է ասի ոչ։ Իհարկե, ինչ վերաբերում է կոնկրետ Մինսկի խմբին, ապա Մինսկի խումբը ես կարծում եմ Հայաստանը եւս ձեռնտու է լուծարելը եւ դա այն խումբն է, որի շրջանակներում հակամարտությունը ընկալվել եւ միջազգային հանրության համար հիմնավորվել է որպես տարածքային վեճ։ Ինչքան էլ Հայաստանի սահմաններից ներս նոյեմբերից մինչև մեղրի մենք խոսենք մարդու իրավունքների մասին, աշխարհում ոչ ոք մարդու իրավունքների խնդիր, Արցախի խնդիրը չի համարել եւ չի համարում։ Սա իրականություն է, որի հետ պետք է առերեսվել։ Եվ ընդդիմությունը հակառակն է պնդում։ Ընդդիմությունը շատ բան կարող է պնդել, բայց իրականությունն այն է, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԵԱՀԿ Մինսկի խմբում կան 3 համանախագահներ, որոնք զբաղվում են երկու անդամների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճի լուծմամբ, հակամարտության կարգավորմամբ։ Ուր է այստեղ Արցախը։ Այստեղ Արցախ չկա։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճի կարգավորում, Արցախի խնդիր, Արցախում մարդու իրավունքների եւ այլն, այդ բոլորը ածանցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճի կարգավորում գլխագրից։ Եվ սա նշանակում է մեկ բան, որ Ադրբեջանը հաջողության է հասել իր մարդու իրավունքների խնդիրը տարածքային վեճի վերածելու ռազմավարությունում։ Երբ է հասել հաջողության, կարելի է քննարկել տարբեր տարբերակներ առաջարկել, գուցե այն պահին, երբ երկրորդ նախագահը հանեց Արցախը բանակցային գործընթացից, գուցե մի փոքր ավելի ուշ, գուցե Քիվեստում, գուցե Մադրիդյան սկզբունքներում, գուցե Կազանում, դա չէ էականը։ Էականն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի, գուցե անգամ Լիսաբոնում Գուցե Հայաստանը վետո իրավունք։ Իհարկե գուցե Լիսաբոնում ինչ այդ, բայց փաստացի, փաստորով եթե խոսենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը մի ձևաչափ է, որը լուծում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Վերջին հարցազրույցում Փաշինյանը խոսեց այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը վկայում է, որ Ադրբեջանի տարածքում կա հակամարտություն։ Այդպես չէ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը վկայում է, որ Ադրբեջանի տարածքում գուցե, բայց կա հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ առանց Հայաստանի այս հակամարտությունը չկա։ Իսկ սա նշանակում է մեկ բան, քանի դեռ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի դեռ կա այդ ձևաչափը, Հայաստանը, ոչ էլ Արցախահայությունը հնարավորություն չեն ունենալու մարդու իրավունքների խնդիրը բերել դարձնել գլխագիր։ Այսինքն միշտ այդ խնդիրը լինելու է ստորադաս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության խնդրին։ Եվ այս առումով Հայաստանի համար Մինսկի խմբի փակումը
առօրեական խնդիր է եւ մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո հակամարտությունը պետք է ավարտել։ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը։ Դա չի նշանակում ավարտել Արցախի ժողովրդի կյանքի, իրավունքների, նույնիսկ Արցախի ինքնորոշման համար պայքարը, որովհետեւ դա կարող է տևել հարյուրամյակներ եւ ոչ մեր կյանքի, ոչ էլ մեր երեխաների կյանքի ընթացքում։ Բայց ձեր պատասխանից արդեն բխում է վերջին կետը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պարտավորվում են հետ կանչել միջազգային դատական ատյաններում քննվող գործերը։ Հիմա ես դրան էլ կանդրադառնամ, բայց մինչ այդ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում Հայաստանը ունի մեկ առավելություն։ Այդ առավելությունն այն է, որ Ադրբեջանն է առաջինը դա առաջարկել, պահանջել Հայաստանից սպասումներ ունի եւ դրա դիմաց կարելի է ինչ-որ բան ստանալ Ադրբեջանից։ Ես կարծում եմ լավագույն լուծումը այս դեպքում մեզ համար այն կլինի, որպեսզի Հայաստանը կարողանա դրա դիմաց, ինչպես ասած, ինչ-որ բան ստանալ, այդ ինչ-որ բանը կարող է լինել փաստաթղթի ստորագրումը, որն էլ փորձում է Հայաստանը այս պահին անել։ Ինչ է առաջարկում Հայաստանը, եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, դրանից հետո դիմենք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։ Ինչը ամենառացիոնալ քաղաքականությունն է իմ կարծիքով այս պահին։ Ինչ վերաբերում է հայցերի հետ կանչման խնդրին, այստեղ իհարկե Հայաստանը հայցերի հարցում ունի առավելություն։ Դա իրական առավելություն է, թե այս պահին դեռևս կանխատեսվող առավելություն է, ես չգիտեմ, իրավաբանները ավելի լավ կկարողանան դա վերլուծել եւ բնորոշել, բայց վերլուծելու բնորոշել են, ասում են Հայաստանը այստեղ լսելով իրավաբաններին ես կարող եմ նշել, որ այո, առավելությունը մեր կողմն է։ Բայց այստեղ մի այլ խնդիր կա։ Ադրբեջանը երկար ժամանակ է արդեն ցույց է տալիս, որ բացարձակապես թքած ունի միջազգային ատյանների կողմից կայացված որոշումների վրա։ Արդյոք Հայաստանը միջազգային ատյաններում հաղթելով եւ փաստաթղթեր ունենալով կարողանալու է Ադրբեջանին գոնե այս իրավիճակում ստիպել, որպեսզի Ադրբեջանը կատարի այդ միջազգային ատյանների վճիռները։ Այստեղ տեսակետ կա, որ Ադրբեջանը իրոք թքած ունի, ինչպես ասացիք, միջազգային ատյաններում, դատական ատյաններում կայացված, մասնավորապես մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացված որոշումների վրա, բայց երկու խնդիր կա այստեղ։ Իրավագետները պնդում են, որ դրանք անհետևանք միևնույնն չեն մնալու, ինչ որ պահի, ինչ որ մի կետի ռուսերեն արտահայտություն կա աուգնիցը։ Ես համաձայն եմ։ Այդ առաջինը, երկրորդը Ադրբեջանի մասնավորապես Իլհամ Ալիևի հիմնական մտավախությունն այն էր, որ տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանում արդեն պատրաստ է անձամբ Ալիևի դեմ միջազգային քրեական դատարանի հայցը։ Իսկ այդ մեկը մարսել Ադրբեջանը չի կարող, դրա համար այդ պահանջը դրվել։ Ես համաձայն եմ, որ դա անհետևանք չի անցնելու, լինելու են հետևանքներ։ Խնդիրը այստեղ այն է, կշեռքի մի կողմում դնել այդ հետևանքները, մյուս կողմում դնել այն հնարավոր առավելությունները, որոնք կունենա Հայաստանը առաջին խաղաղության պայմանագիրը ստորագրելու դեպքում, եւ երկրորդ, մենք իրականում չգիտենք ինչ է տեղի ունենում Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված։ Գուցե այս հարցում եւս որոշակի բանավոր կամ ոչ բանավոր միջազգային հանրության ճնշման արդյունքում ինչ որ պայմանավորվածություն կա։ Ինչու եմ ես ենթադրում սա։ Այստեղ կա երկու գործոն, որոնց արդյունքում ես այս եզրակացությանը եկել եմ։ Առաջինը դա այն է, որ Հայաստանի վարչապետը վերջերս ասաց, թե ես մինչև վերջին կետը չեմ բացահայտելու գերիների հետ կապված ինչ է կատարվում եւ տրամաբանություն, որ հայցերի հետ կանչումը նշանակելու է հետագայում Հայաստանի կողմից գերիների հարցում դատարան գնալու անհնարինություն։ Այսինքն Հայաստանը չի կարողանալու այլևս գերիների հարցում դիմել միջազգային դատարանը, որովհետև դա փաստացի եղել է, գերեվարում է եղել է մինչև փաստաթղթի ստորագրումը։ Եվ երկրորդ գործոնը Մայքլ Վոլցի զանգն է Բաքու եւ Հիկմետ Հաջիևի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում նա փաստացի կապեց իրար խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ գերիների վերադարձը։ Նա նշեց, որ պետք է շուտ ստորագրել փաստաթուղթը եւ բաց թողնել գերիներին առանց նախապայմանների եւ բաց թողնել գերիներին։ Տեսեք, այստեղ ոնց որում նա այդ ամենը պարփակեց Թրամփի կողմից առաջարկված այդ համաշխարհային խաղաղության տրամաբանության մեջ, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս գործընթացը Միացյալ Նահանգները դիտարկում են նաև իր գլոբալ ռազմավարական ծրագրերում։ Այս երկու հիմնական կետերից կարելի է եզրակացնել, որ գուցե այս կետի վերաբերյալ համաձայնությունը այն միջավայրում է Հայաստանը տվել, որի արդյունքում ենթադրվում է, որ գերիները վերադառնալու են։ Եթե այսպես է, ապա ես կարծում եմ այլ հիմնավորում նույնիսկ պետք չէ, այստեղ Հայաստանի համաձայնությունը ընդունելի է։ Եթե այսպես չէ, իմ նշած նախորդ հիմնավորմանը ցանկանամ վերադառնալ, այդ հետևանքները արդյոք ավելին արժեն,
քան այս պահին խաղաղության համաձայնագիր կնքելը։ Դա դեռևս պետք է վերլուծել։ Միջուկ պատասխանում եք, այսպես տրամաբանական մի հարց անցավ մտքովս։ Տեսեք, դուք ասացիք, որ միգուցե եւ կա համաձայնություն, որ ստորագրությունից հետո գերիները առանց նախապայմանների, ինչպես Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ նախագահի նշել, պետք է ազատ արձակվեն։ Հիմա ստացվում է հետեւյալ պատկերը. գերիներից մեկը ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվում Հայաստանի Հանրապետությունում, չնայած ինքը Բաքվում է։ Ուզենք այդպես է, չուզենք այդպես է, հա, եւ այստեղ ես պիտակավորումներ չեմ անում։ Արդյոք ստացվում է, որ ունենալով նման պայմանավորվածություն Ադրբեջանը փորձում է Հայաստանում քաղաքական նոր ուժ ստեղծել։ Մի կողմից նշեմ, որ անկախ նրանից, թե ինչ գործունեություն է ծավալում Բաքվի բանտում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջոցները պետք է գործ դնի, որպեսզի նրան դուրս հանի, այո, դա քննարկելի չէ նույնիսկ դուրս հանի եւ վերադարձնի Հայաստանի Հանրապետություն։ Մյուս կողմից ձեր նշած մարտահրավերները գուցե տեղ ունեն եւ այդ ուղղությամբ կարծում եմ պետք է զբաղվեն Հայաստանի համապատասխան պետական մարմինները, առաջին հերթին հետախուզությունը, հակահետախուզությունը նաեւ, որոնք պետք է կարողանան տվյալներ ձեռք բերել, վերլուծել եւ հասկանալ արդյոք այդ գործունեությունը, որը ծավալում է դիսուկ Ռուբեն Վարդանյանը, ունի ադրբեջանական կամ գուցե ռուսական կամ գուցե այլ պետության հետք եւ արդյոք դա Հայաստանի ազգային անվտանգության համար խնդիր է թե ոչ։ Քանի դեռ մենք այդ տվյալները, այդ վերլուծությունները չունենք, մենք ընդհանրապես պետք է կողմ լինենք, որպեսզի օր առաջ այդ մարդիկ վերադառնան Հայաստան։ Կսպասենք։ Տեսեք, վերադառնալով խաղաղության համաձայնագրին, համաձայնագրի այսպես շուրջ համաձայնությունից հետո Ադրբեջանը շատ ակտիվ այսպես ալիքային ձևով գնաց ապատեղեկատվական դաշտ մտավ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտում են սահմանի այս կամ այն հատվածում, ընդ որում նույնիսկ դրան սովոր մարդկանց համար այդ ինտենսիվությունը բավական խիտ էր։ Եվ այդ ալիքը հանկարծակի մարեց այն պահին, երբ Թուրքիայում ձերբակալվեց Իմամօղլուն, Ստամբուլի քաղաքապետը, ինչին հետևեցին բողոքի ակցիաներ եւ ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում այսպես ոտուգլուխ կարելի ասել շուռ եկավ։ Հիմա ազդեց տարօրինակ զուգադիպություններ, թե ծայրօրինաչափ էր։ Ոչ իհարկե, տարօրինակ չէր, զուգադիպությունը հասկանալի է, այնտեղ կա եւս մեկ զուգադիպություն, որի մասին ես հիմա կնշեմ արդեն կապված Հայաստանի հետ։ Ուրեմն պետք է նշել, որ Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում Թուրքիայում եւ ես մի այդպես առաջին հայացքից անհավատալի բան նշեմ, բայց Ադրբեջանի ազդեցությունը այսօր Թուրքիայի վրա ավելին է, քան Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա, եւ Ադրբեջանը աշխատում է ոչ միայն Էրդողանի հետ, Ադրբեջանը աշխատում է նաեւ ընդդիմության հետ Թուրքիայում։ Շատ դեպքերում Թուրքիայի իշխանությունները որոշակիորեն սահմանափակված են լինում գործողություններ իրականացնել, որովհետեւ իրենց ընդդիմությունը Ադրբեջանի հրահրմամբ կարող է այդ գործողությունների արդյունքում որոշակի առավելություն ստանալ ներքաղաքական դաշտում, եւ այդ շատ դեպքերից մեկը օրինակ Հայաստանի հետ սահմանի բացման խնդիրն է։ Տեսեք, դուք նշում եք զուգադիպություն, որ մարեց այդ ալիքը, ես նշեմ մեկ այլ զուգադիպություն, որի մասին ասացի, որ Հայաստանի սահմանը բացվեց եւ բեռները 10 օրով բացվեց եւ հումանիտար բեռները Սիրիա են գնում Մարգարայի անցակետով այն ժամանակ, երբ ներսում ընդդիմության եւ իշխանությունների միջև կա նման հակասություն, եւ սա ցույց է տալիս, որ իշխանությունների գնահատմամբ իմ կարծիքով ընդդիմությունը ուղղակի ժամանակ եւ ցանկություն էլ գուցե չուներ այս պահին Ադրբեջանի հրահրմամբ այդ սահմանի բացման հետ կապված գործընթացներ իրականացնել եւ դրա ապացույցը մենք տեսնում ենք Ադրբեջանի լրատվամիջոցներում։ Տեսեք ինչպիսի հիստերիա կա Ադրբեջանի լրատվական դաշտում կապված այդ սահմանի 10 օրով բացման դեպքի հետ։ Հիստերիկ ուղղություն կա, մեկը թուրք լրագրողների այցն էր Հայաստան, երկրորդը արդեն այն ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Այո, եւ տեսեք, որ Ադրբեջանը ինչու է այդպես հանրային մակարդակում իր դժգոհությունը արտահայտում, ամենավերջին բառերով Թուրքիայի իշխանությունների վերաբերյալ են խոսում, դավաճանության մեջ են մեղադրում եւ այլն, որովհետեւ փաստացի կարելի է նշել մեկ բան՝ ներքին խոսակցությունը արդյունավետ չի եղել։ Այսինքն, եթե կարողանար Ալիևը ինչպես նախկինում, ինչպես օրինակ 2022 թվականին, երբ պիտի հունիսի 1-ից դիվանագիտական անձնագիր ունեցողները եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացվեր, բայց Ալիևը կարողացավ գնալ
Անկարա զրուցել Էրդողանի հետ եւ այդ սահմանը չբացվեց։ Եթե այս անգամ էլ նա կարողանար այդպես աշխատել, մենք այդ հիստերիան չէինք տեսնի։ Գոնե պետական լրատվամիջոցներում այդպես չէր լինի, գուցե փորձագիտական մակարդակում լիներ։ Բայց մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք, եւ սա կապված է իմ գնահատմամբ նրա հետ, որ Թուրքիայի իշխանությունները որոշակի ազատություն են ստացել այս հարցում, քանի որ ընդդիմությունը այս պայն ունի այլ օրակարգ, այդ օրակարգը սպասարկում է եւ ժամանակ չունի ադրբեջանական օրակարգերը բերելու հասցնելու առաջին ուրեմն ալիքի առաջին հատված եւ դրանով ազդեցություն գործելու Թուրքիայի իշխանությունների նկատմամբ։ Կարող է օրինակ ենթադրենք դա լինի այսպես քայլ Միացյալ Նահանգների կողմից, այսինքն Թուրքիային ասում են, գիտես ինչ կա, դու պիտի այս բաները անես, որպեսզի Ադրբեջանը ստիպված լինի այն համաձայնագիրը ստորագրել։ Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները այդպես ուղղակի ազդեցություն ունի Թուրքիայի նկատմամբ, որ կարող է ուղղակի ասել եւ Էրդողանը անի, մեծ հավանականությամբ։ Չէ, մի անգամից չի ասել, դանդաղ հասկանալի է, մեծ հավանականությամբ Միացյալ Նահանգների համար դա որոշակի գործընթացներ կպահանջեր, իսկ Միացյալ Նահանգները ասում են շատ խառն է մեկ այլ հարցով, կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով, գոնե միջև վերջերս խառներ։ Բացի այդ, ես նշեմ, որ Միացյալ Նահանգները շատ ակտիվ համագործակցում է ոչ միայն Էրդողանի իշխանության, այլ նաեւ Իմամօղլուի եւ լիբերալ թևի հետ Թուրքիայում եւ պետք է նշել, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այս պահին Թուրքիայում, որոշակիորեն կան փորձագետներ, թուրք փորձագետներ, ովքեր կապում են նաև արտաքին ազդեցությունների հետ, ենթադրվում է այդ փորձագետների կարծիքով, որ լիբերալների իշխանություն ունենալու պարագայում Միացյալ Նահանգները շատ ավելի լավ կհամագործակցի նրանց հետ, թեև Թրամփին դժվար է այդպես դասական իմաստով անվանել լիբերալ եւ նրա իշխանությունը լիբերալական դժվար է դասական իմաստով անվանել, բայց կան թուրք փորձագետներ, ովքեր այդպես են կարծում։ Մյուս կողմից ես նշեմ, որ վերադառնալով Ադրբեջանի կողմից լռելու այդ երևույթին, որի մասին դուք ասացիք, սա եւս այս ընդհանուր մեծ խաղի մաս է, սա կապված է նաև նրա հետ, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները չկարողացան համաձայնության գալ Ուկրաինայի հետ զինադադարի հարցում, փաստացի Ռուսաստանը մերժեց Միացյալ Նահանգներին։ Նոր նախապայմաններ առաջ քաշեցին, չրանում է Ադրբեջանը։ Հասկանալի է, բայց դա մերժում էր։ Փաստորեն դա մերժում էր, փաստորեն դեռ կրակում են 3 ասեմ ավելին, մերժում Կուրսկից ուկրաինացիները դուրս մղվեցին, բայց մտան Բելգրադ։ Հասկանալի է եւ 3 ես դրա մասն էի ցանկանում հիշեցնել, 3 ուկրաինացիները վերցրել են եւ Ռուսաստանը հաստատել է դա, մեզ բավական հայտնի Հասարակության հյուսիսից ֆիլմից բավական հայտնի Դեմիդովկա գյուղը եւ սա նշանակում է, որ ուկրաինացիներն էլ որոշակի առաջընթաց ունեն, հասկանալի է, որ եթե առաջընթաց ունեն, ուրեմն աշխատում են միջազգային մեխանիզմները Ուկրաինային օգնելու, սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները աջակցություն շարունակում է ցուցաբերել եւ այս համատեքստում Ադրբեջանի համար այն լավատեսական սպասումները, որ հնարավոր է այսպիսով ցկցկել գործընթացը, հնարավոր է այսպիսով հավելյալ ճնշում գեներացնել Հայաստանի նկատմամբ, չեն արդարացել, գումարած Թուրքիայում տեղի ունեցող իրավիճակները, որոնք եւս իրենց հերթին անորոշություններ են բերում, եւ Ադրբեջանում գուցե գնահատել են, որ այս անորոշ իրավիճակում, այսպես ժողովրդի լեզվով ասած, շարից փորձանքից հեռու բերեք մի փոքր սպասենք, տեսնենք ինչ է լինում։ Երկու հանգամանք էլ կա Ադրբեջանի պահվածքում, որ արժեք են նարկել, առաջինը դա այն է, որ Ադրբեջանը սկսել է փակվել Ոզնիի նման։ Այո։ Եթե կարելի է այդպես ասել, Կարմիր խաչի գործունեությունը կասեցրեցին, միջազգային մի շարք լրատվամիջոցների գործունեությունը արգելվեց, այդ թվում նաև ռուսական, ոչ միայն BBC-ի մասն է խոսքը, այլև Sputnik-ի մասին է խոսքը, եւ երկրորդ հանգամանքը, որ կա, բավական տարօրինակ վերջին շրջանում լռությունը, որ կապված է Իրանի հետ։ Իրանի ուղղությամբ, եթե ժամանակին, ասենք Ադրբեջանը կներեք ոչ այդքան դիվանագիտական բառի մասին, երբեմն ժամանակ առ ժամանակ գրմռում էր, հիմա այսպես հանգիստ փիսիկի նման նստած է տեղում Իրանին չեն կպնում, ինչու։ Այո, ես նշեցի արդեն, որ անորոշությունները այնքան շատ են, որ հավանաբար Բաքվում ենթադրում են, թե այս իրավիճակում պետք չէ որևէ կողմի նկատմամբ, ինչպես դուք ասացիք, կրմռալ, որովհետև դա կարող է հետագայում խնդիրների առաջ կանգնեցնել, բայց պետք է նշել մեկ բան, որ Ադրբեջանի փակվելը ավելի շատ ունի ներքաղաքական ենթատեքստ, եկել է ժամանակը, որ իշխանությունը պետք է փոխանցվի եւ իշխանության փոխանցումը ամենայն հավանականությամբ տեղի պետք է ունենա Ալիևների ընտանիքի ներսում։
Մի ժամանակ խոսում էին այն մասին, որ Իլհամ Ալիևի կինը պետք է դառնա հաջորդ նախագահը, հիմա խոսում են այն մասին, որ որդին գուցե դառնա եւ այլն, իսկ նման ավտորիտար պայմաններում, երբ չկա այլևս Արցախի խնդիրը, երբ հակահայկականությունը այլևս այդքան էլ ակտուալ չէ, երբ միջազգային հանրությունը սպասում է խաղաղության եւ ոչ թե թույլ է տալիս հնարավորություն է տալիս Ադրբեջանի ռազմական գործողություններ իրականացնել, ներքաղաքական դաշտում այդ իշխանության փոխանցումը հորից որդուն կամ այլ դերակատարի շատ բարդ է իրականացնել, երբ կան այդ նույն միջազգային հանրության աչքեր քո երկրում։ Ալիևը փորձում է այդ աչքերը փակել, փորձում է այդ փոխանցման գործընթացը ինչքան հնարավոր է ավելի հավանական դարձնել, որպեսզի հավելյալ անորոշություններ իր երկրի ներսում չծագեն, եւ այդ պատճառով հնարավորինս մեկուսացնում է Ադրբեջանը աշխարհից, թեև ես նշեմ, որ օրինակ սահմանները բացեց, ինչ որ հակառակ էֆեկտն էլ կա, բայց սահմանները բացելը ամեն դեպքում այդքան մեծ խնդիր չէ իրենց համար, որքան միջազգային հանրության ներկայությունը իր այդ փոխանցման գործընթացում։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ես Լևոն Սարդերանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։